Մարտի 7-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչը հայտնել էր, որ գիշերը գողացել են նրա մեքենայի կողային հայլիները եւ թողել տելեգրամյան հասցեով գրություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ եւ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Շուտով ստացվեց հավաստի տեղեկություն, որ շորթման նպատակով հափշտակությունը կատարել է Վազգեն Վեհափառի փողոցի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ։ Մարտի 9-ին ժամը 3:45-ին երիտասարդը հայտնաբերվեց Արամ Խաչատրյան փողոցում, ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին պտուտակահաններ, հարթաշուրթեր եւ այլ գործիքներ, զենքի ու փամփուշտի նմանվող առարկաներ, մոխրացած հետքերով կաթուծիչ, թմրանյութանման զանգվածով փաթեթ եւ տելեգրամյան հասցեով գրություն, որը նույնական էր մարտի 7-ին Բաղրամյան պողոտայի մեքենային թողած գրությանը։ Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։